Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահն առաջիկա ժամերին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին եւ Դոնալդ Թրամփի փեսային Ջարեդ Քուշներին։ Դմիտրի Պեսկովի խոսքով կողմերը կքննարկեն կարգավորման ամերիկյան ծրագրային դրույթները, որոնց շուրջ համաձայնության են հասել Վաշինգտոնն ու Կիևը։ Թրամփի ծրագիրը լավ հիմք է ուկրաինական կարգավորման ուղղությամբ աշխատանքների համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Միևնույն ժամանակ Պեսկովը շեշտել է, Ռուսաստանը պետք է հասնի իր նպատակներին, որոնք նախանշվել են հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել էր, որ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված եւ լուրջ ջանքեր է գործադրում խաղաղության ուղղությամբ։ Քերոլայն Լևիթը նշել է, որ Վաշինգտոնի եւ Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում։ Այժմ հարկավոր է շփվել նաեւ Մոսկվայի հետ, շեշտել է Սպիտակ տան խոսնակը։ Ռուսաստանի նախագահն այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետերից մեկը։ Կրեմլից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ այլ պաշտոնյաներ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել մարտի դաշտում իրավիճակը։ Զեկուցվել է Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում առաջխաղացման եւ Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքը, նաեւ Պոկրովսկը գրավելու մասին։ Ուկրաինական կողմը չի հաստատում այս տեղեկությունները։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը նաեւ հրահանգել է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը ձմեռվա համար։ Ուկրաինական կարգավորման բանակցություններին անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին, նա հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։ Այնուհանդերձ խաղաղության ծրագիրն արդեն ավելի լավ տեսք ունի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևի առաջնահերթությունը անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումն են։ Պատերազմը պետք է արժանապատիվ հանգուցալուծում ստանա, առաջիկայում շատ բան կարող է փոխվել, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են, հավելել է նախագահը։ Նրա խոսքով թեժ մարտեր են Պոկրովսկում։ Եվրամիությունը մտադիր է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի ձերբակալության հարցով կապ հաստատել Բաքվի հետ, հայտնել է ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիբերը։ Նրա խոսքով Բրյուսելն ակնկալում է, որ Ադրբեջանը կհարգի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունն ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին։ Ավելի վաղ Ադրբեջանում 2.5 ամսով կալանավորվել էր ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի իշխանության բռնազավթմանը կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ կատարելու հոդվածով։ Քերիմլիի կալանավորումը կապվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։